Վստահ եմ շատերդ ես այս առավոտում վաղ առավոտ շուտ ցայնային հաղորդակցություն ստացա։ Հայերենով ցայնային հաղորդություն, անգլերենով ինչ է voice message։ Ցայնային հաղորդակցություն ստացա շատ հարազատ ընկերոջ կողմէ Ֆրեզնո Գաբրի եւ մաղթանք հետեւյալներսավ Հովանես ջան բարի ցագազարդ կմաղթեմ եւ աղոտ գսե ցայնայինի մեջ որ Աստված խաղաղություն դա ինքը Լիբանանեն է Լիբանան, Վարսկաստան եւ այս պատերազմները որ դեղի կունենան թող վերջ գտնեն եւ աշխարհին խաղաղությունը լա եւ պատասխանեցի իրեն հետեւյալ ցեվովսի ճիշտ այսօրվա բեսեր այս օրվան բեսեր դարիներ առաջ երբ երկինքը երգիր այցելեց լույսը խավարին եկավ Աստված մարմին առնելով մեզի պես եղավ մեր նման եղավ աշխարհ եկավ որբեսի ճիշտ այն մաղթանքը որ հիմա մաղթեցիր մեզի շնորհեր խաղաղություն դար Հիսուսի ծննդյան եւ մահվան օրերին իր պատկամը այս էր խաղաղություն դալ Գիշեք Հիսուսի ծննդյան ժամանակ Բեթլեհեմում երկնային զորքերի բազմություն մայտնվեցան որոնք Աստված կփարավորեն եւ գսեն երկնքի բարձրության մեջ Աստուծո փառք երկրի վրա խաղաղություն մարդոց մեջ հաջություն սա ծննդյան ժամանակներ իսկ խաչելութենեն մի շաբաթ առաջ ճիշտ այսօրվա պես ցագազարդին այն մանուկը որ ծնվել էր արդեն Տեր Հիսուս Քրիստոս Երուսաղեմ գմտնե Եվ Երուսաղեմ մտնելիս ճիշտ նույն պատկամը գուտագսե Երանի ջանչնայր այցելությանդ օրը որովհետև ես եկա քեզի խաղաղություն բերելու բայց որովհետև չճանաչեցիր ո՞տե չճանաչեցիր չուզեցիր ջանչնալ այցելությանդ օրը խաղաղությունը պիտի բացի քեզ մե խաղաղությունը պիտի բացի քեզ մե ամենից որ Հիսուսի եւ ծննդյան եւ մահվան ժամանակ իր պատկամը քեզ եւ ինձ խաղաղություն էր բայց մարդիկ մերժեցին խաղաղության իշխանին ինչպես Եսայա մարգարեն գսեր մարդիկ նախընտրեցին խավարը քան լույսը մարդիկ նախընտրեցին պատերազմը քան խաղաղությունը Ինչ է խաղաղությունը Խաղաղությունը պատերազմի բացակայությունը չէ կամ դժվարությունների արգայության չներկայությունը չէ Խաղաղությունը ոչ թե պատերազմ չկա, պրոբլեմ չունիմ, հիվանդություն չունիմ, no Խաղաղությունը պատերազմի ժամանակ, խնդիրների ժամանակ հանդարտ լինելն է Հիսուս ինչ ասավ աշխարհի մեջ նեղություն պիտի ունենաք պատերազմներ պիտի լինեն խնդիրներ պիտի ունենաս գորուստ պիտի ունենաս մահեր պիտի լան ապարողջ վիճակներ դեղի պիտի ունենան կյանքում շատ նեղություն պիտի ունենաք բայց քաչասիրտ եղեք ես աշխարհի հաղթել եմ եւ իմ խաղաղությունս կուտամ ցեզի Հիսուս չսավ խաղաղությունը կուտամ ցեզի որով պատերազմ խնդիր պիտի չլինի նո աշխարհի մեջ նեղություն պիտի ունենամ, բայց ցեզի պիտի դամ բանը, որ այդ նեղության մեջ եղած ժամանակը դու հանդարտ պիտի լինես։ Ինչու համար ոմանք
ցավոք սրտի թե չենք կարող ասել բոլորս կամ շատերս, ոմանք քչեր են անում, որոնք ցանկի լուրջ մարդահրավերներ կանցնին, լուրջ խնդիրներ կանցնին, լուրջ գորուստներ ունին, պրոբլեմներ կանցնին, բادرազներ կանցնին, բայց կտեսնես, որ հանդարտ է այս մարդը։ Խաղաղություն ունի։ Եվ մեր դառնային կանչու, երբ որ հարցնենք նման անձնավորությամբ, ախպեր ջան, ցավդ տանեմ, ընկեր ջան, բարեկամ, ես ինչ է բադայել քեզ, ինչու ես այսքան հանդարտ, հանգիստ։ Եվ պիտի պատասխանեսելով իմ խաղաղությունս, իմ հանդարտությունս ոչ թե ինձ մե է, այլ իմ խաղաղությանս աղբյուրը, ինչու համար հանդարտ եմ այս վիճակում, որովհետև վստահում եմ նրան, ով իշխում է իրավիճակը, ով դեղյակ է, գիտե ինչ կկատարվի, ինչու կկատարվի, ինչ կան պիտի դեպի կատարվածը։ Այս էր ցաղազարդի պատկամը։ Խաղաղություն դալու եկա։ Բայց որովհետև չճանաչեցիր, չուզեցիր, մերժեցիր ինձ, խաղաղությունը քեզ մե պիտի վերածվի։ Յուրաքանչյուրիս կյանքերում բահեր գուքան, երբ մեկ շաբաթվա ընթացքում ամեն բան կարող է փոխվել ճակատագրականորեն։ Դոնագադարությամբ կարող է սկսի շաբաթդ եւ ողբերգությունով ավարտվի։ Այս շաբաթը ցագազատես, ավակ շաբաթը այդ շաբաթներեն մեկն է։ Այդ որակի շաբաթներից մեկն է, որտեղ մի շաբաթվա ընթացքում գդրական փոփոխություններ տեղի ունեցան։ Երուսաղեմում գենսունակություն, գենթանություն կար, ժողովուրդը դոնագադարության եկած էին, ամբողջ Երուսաղեմը լիքն էր։ Քաղաքը ամփոխով լցված էր։ Իրենց ակնկալությունները այս մարդուց շատ բարձր ու վեհ էին։ Հաղթող թագավորիմը կսպասեին։ Բայց Աստված իրենց խաչ մտավ։ Աստված իրենց խաչ ուղարկեց։ Հիմա այս բոլորը անինչ որ կկատարվեր այս շաբթվա ընթացքին դարիներ առաջ մարգարեն մարգարեացել էր։ Ճիշտ այն օրը թվականով եւ ժամով դարիներ առաջ մարգարե մգար, որու անունը Դանիել էր, մարգարեացել էր, որ երբ Հիսուս որ օրը, որ ժամում այս դեպքը տեղի պիտի ունենար, ցագազարդյան սկիզբը պիտի դրվեր։ Դանիել մարգարեության 9-րդ գլխի 24-րդ համարը ընթերցեմ։ Դանիել 9:24-ից։ Հանցանքը վերջացնելու, մեղքը հացնելու եւ անօրենությունը քավելու ու հավիտենական արդարություն բերելու եւ դեսիլքն ու մարգարեությունը գնքելու սուրբերին սուրբը
օծելու համար քո ժողովրդիդ ու Սուրբ քաղաքի համար 77-յակ որոշված է 483 տարի Եվ քիծիր ու հասկացիր թե Երուսաղեմը նորեն գառուցվելու հրամանը ելնել են մինչև օծյալ իշխանին քալը 7-յակ ու 62 յոթնյակ կա Մինչև նորեն հրաբարակն ու բարիսպը շինվին նեղության ժամանակներու մեջ 62 յոթնյակեն ետքը օծվածը պիտի գդրվի օծվածը պիտի մեռնի օծյալը պիտի խաչվի միտքը ասիկա է Բայց ոչ թե իրեն համար Եվ եկող իշխանի ժողովուրդը քաղաքն ու սրբարանը պիտի գործանեն ու սրբարանը պիտի գործանե եւ հեղեղով մը վերջը պիտի ըլլա մինչեւ պատերազմին վերջը ավերումներ սահմանված են ու յոթնյակը շատերուն հետ ուխտ պիտի հաստատե եւ յոթնյակի մեջտեղը զոհն ու բադարակը պիտի դադրեցնե ու ավերողը բղծությամբ դաջարին վրա պիտի ըլլա կամ դաջարը բղծությամբ պիտի ավիրե մինչև որ ավերվածի վրա նախասահմանյալ գորուստը թափվի ասիկա առնվազն 3 ամիս սերդողության նյութ է արել եմ այս նյութը 3 ամիս այս 77-յակը Դանիելի սերդել ենք Իսրայելի Թեպի Բաբելոն ասորեստան քերություն գնալուց մինչև հապշտագություն հազարամյա նոտ տարմանեղության շրջանի մարգարեությունը կտեսնենք այստեղ ամփոփված խդացված Հուսով եմ որ աբակային նորեն կսերդենք միասին որ շատերուն կհետաքրե Դանիելի 77-յակը Այն օրը երբ Տեր Հիսուս Քրիստոս Երուսաղեմ կմտնե Զագազարդի Palm Sunday որ գսենք Զագազարդի օրը Երուսաղեմ կմտնե Դանիելի մարգարեության այս 77-յակի 69-րդ յոթնյակը կկատարվի Մինչև այդ բարակային, երբ որ Մեսիան գսե պիտի գդրվի, հոս քալիք Մեսիայի խաչելությունն է, ոչ իրեն համար, այլ աշխարհի համար պիտի մեռներ։ Սա բադահական օրը չէր։ Սա մի օր էր, որով Աստուծո գանխագիտությամբ սահմանված էր իր որդին աշխարհքալե հետ հաղթանակած մուտքը Երուսաղեմ մտներ խաչվելու համար։ Սա աստվածային գանխագիտացված թվական օր եւ ժամ էր, որով մարգարեությունը Դանիելի, որ ընթերցեցինք, գադարվեր ճիշտ դվյալ օրում։ Ինչպես որ Խաղադասիչ 4:4-5-ի մեջ Աստծո խոսքը գսե առաքյալը գրեցավ, վասուզի երբ ժամանակը լեցվեցավ, Աստված իր որդին ուղարկեց, ով գույսե մծնանելով աշխարհ եկավ, որբեսի մեզ օրենքի դագից հանի եւ մեզ որդեգրությունը դա։ Խաղադասիչ 4:4-5։ Ուրեմն ինչպես որ Տեր Հիսուս Քրիստոսի աշխարհքալը ծննդյան օրում սահմանված օր մգար, concrete օր, specific day, random օր մչեր, բադահական օր չէ, Աստված նախասահմանել էր այդ օրը պետք է Հիսուս աշխարհկա, հիմա ճիշտ նույնպես հadouk օր, հաշվարկված մաթեմատիկական հաշվարկով, սերդեք Դանիելի մարգարեության 77-յակը 483 տարին, օրով, ճիշտ օրով, Հիսուս կմտնե հիմա Երուսաղեմ աշխարհի մեղքը վերցնելու համար։ Աշխարհի մեղքը վերցնելու համար։ Հիսուս մինչ երկրի վրա էր իր հրաբարագավ առաքելության
շրջանում, օրերում, ամիսներում, տարիներում, բազում անգամներ ժողովուրդը մոտեցան Հիսուսին, երբ որ նա հրաշք մարավ, մերել մահարուցանեց եւ այլն, ուզեցին նրան թագավոր թագատրել, coronation as a king, իրեն թագավոր գուզեին հրճագել, բայց Հիսուս արգելեց, որովհետև ժամանակը չէր դակավին։ Բայց այս բարակայում, մինչ Հիսուս Երուսաղեմ գմտնե, ճիշտ այս Դանիելի մարգարեությունը, որ կգադարվի ճիշտ օրով, եւ Հիսուս Երուսաղեմ գմտնե, Հիսուս հիմա ոչ միայն գարկիլ է ժողովրդին զինք թագավոր թագատրելուց, այլ կհաստատի այդ օրը, որ Դանիելի մարգարեության ամփոփչացումներ դվյալ դեպքը, որտեղ Փարիսեցիները, քահանայապետները Հիսուսին մոտեցան, երբ որ ինքը Երուսաղեմ էր մտնում, ասին, չես տեսներ, աշակերտներդ քեզ թագավոր կուզեն անել, կամ ժողովուրդը գս ով սաննա, օրդյալի անոր ասանով ու կապ։ Գսե հանդիմանե, Հիսուս ոչ միայն չհանդիմանեց, այլ ինչ ասաց նրանց, ասեց, եթե աշակերտներս լուր գենան, քարերը պիտի աղաղակեն։ Դուք չեք կարող Աստուծո սահմանած ծրագիրը, գամքը, մարդկությունը փրկելու խանգարել, գանկնեցնել։ Ոչ մի մարդկային ուժ կա, ոչ երկնքում, ոչ երկրում, ոչ էլ սանտանամետականներում, ով կարող է գանկնեցնել Աստուծո փրկության ծրագիրը քո եւ իմ համար։ Եթե Աստված ծրագիր ունի քեզ եւ ինձ համար, ոչ մեկ ուժ կարող է գանկնեցնել։ Քարերը բիդաղագեն ասավ Հիսուս, Ղուկաս 19:40-ի մեջ կտեսնենք։ Սամոս 2-ն ինչ կսե, Սամոս 118:24-26-ի մեջ կսե, սա այն օրն է, որ դերը ստեղծեց, Աստված իր ստեղծագործության մեջ օրեր ունի, օրեր, ժամեր, այս օրը, ձագազարդի օրը, այս հատուկ օրը, ով Դանիել մարգարեն մարգարեացած էր 69-րդ յոթնյակի ավարտին, ճիշտ օրով թվականով օրը թվաբանական հաշվարկները գնեն, Հիսուս նոր ներս կմտնեն, Դավիթն էլ մարգարեացած էր, գսե, սա այն օրն է, որ դերը ստեղծեց, մեկ կողմ դրավ մյուս օրերից, եկեք կսե ցնցանք եւ ուրախանանք, հետո կսե ով սաննա, օրհնյալ է ան, ով դերոջ անունով գուքա։ Ով սաննա եբրայերեն բան է, հաշանա կգոչվի, որ կնշանակե փրկիր։ Խնդրում ենք հիմա փրկիր, ոչ թե վաղ, հիմա։ Ադրոմ ասին ուրիշ արետով կխոսենք, այս ովսաննա բարի նշանակությունը ինչ խորում պատկամ ունի։ Եվ հիմա Հիսուս Երուսաղեմ կմտնե, հոնգսե էշու եւ էշու ավանագին վրա, որ Հիսուս երբ որ սա իր աշակերտներուն կացեք ավանագը բերեք, մամա էշը բերին եւ անոր փոքրիկ իշուգա։ Անոնք գսե էշի եւ էշի ավանակ եւ անոր ցակուկը երկու հատ էշ կար, բայց Հիսուս մեծ էշի վրա, մամա էշի վրա չնստեց, այլ իշուգի վրա նստեց։ Սա անշուշտ մարգարեություն մներ եւ հայդարարությունը Հիսուս Քրիստոսի խոնարհության, որը ոչ մի թագավոր էշով չի մտնի քաղաք, սպիտակ ցիով կմտնեին։ Բայց Հիսուս էշով մտավ քաղաք, ցույց տալու ինքը, որ չի եկել քաղաքը քրավելու, այլ եկել է մեր սրտերը քրավելու։ Դա ուրիշն է։ Ուրեմն Հիսուս երբ որ կմտնի քաղաքը, կտեսնե Երուսաղեմ քաղաքը հերվից նախքան իջնելը եւ կսկսի լաց լինել։ Հիսուս գուլա։ Ոչ թե իրեն համար լալուց կսե երանի թե ով Սիոնի աղջիկ, երանի քիտնայր,
քո այցելությանդ օրը։ Երանի ջանչնայիր, քիտնայիր, ընկալեիր, հասկնայիր, ըմբռնեիր, այնինչ հիմա կգադարվի։ Աստված քեզ այցելության գուքա, ով իմ ժողովուրդ, երանի հասկնայիր քո այցելությանդ օրը, բայց որովհետև մերժեցիր խաղաղությունը, որու համար ես գալիս էի, բերում էի քեզ, ուզում էի շնորհեի քեզ մե պիտի վերցվի։ Քարի վրա պիտի չի մնա գսե։ Ի պատմությունը մենք գիտենք Հիսուսի համբարձումից, հարությունից 40 տարի ետք Երուսաղեմը բաշարվեց, քարի վրա չմնաց։ Եվ ճիշտ այդ էր մարգարեությունը, որ Դանիել մարգարեացած էր, սրբարանը, դաջարը և քաղաքը պիտի գործանվի մեծ ավերումներով։ Եվ հերթականությունը գտա Մեսիան պիտի գդրվի, և քաղաքը պիտի գործանվի։ Եվ կմնա 7-նյակը։ 7 տարվա նեղության շրջանին գալու է դա ուրիշ նյութ է, այնքան նյութեր կան մեկ նյութի մեջ, բայց ուրեմն Հիսուս մեծ գոսինչ գսել, երանի քիտնայր գսե քո այցելությանդ օրը, բայց որովհետև չկիցար խաղաղությունը քեզ մե պիտի վերցվի։ Asta շատ կարևոր նշումը կա, որ ուզում եմ մեր ուշադրության հանձնել։ Հոս Հիսուս երբ գսե երանի քիտնայր այցելությանդ օրը, ցույց կտա, որ Հիսուս գագնգալեր, որ Երուսաղեմի ժողովուրդը կամ ձերագույդը քիտնային, հասկնային, այս օրը հատուկ օր մներ մարգարեական ժամանակացույցում։ Իրենք շատ լավ գիտեին քիրքերը, շատ լավ գիտեին քիրերը, շատ լավ գիտեին իրենց աստվածաշունչը, այսպես ասած։ Շատ լավ գիտեին, փարիսեցիներ, թբիրներ, քահանաներն էին, ձերագույդն էին, լիքներ ստեղ իրենց։ Բայց թեև գիտեին մարգարեությունները, թեև կհասկնային իրենց քիրքերը, թեև կջանչնային օրենքը, անկիր գիտեին յուրաքանչյուր դար, բար, ստորագետ, բուտ և վերջագետը, անկիր գիտեին։ Բայց իրենց գիտությունը, այստեղ որ գուզեմ շեշտ մտնել, բայց իրենց այս գիտությունը, ամփարը որ ունեին, նրանց վերածեց կրոնականների։ Նրանց վերածեց, նրանցից արդատրեց ադող, մերժող կրոնավորների։ Իրենք իրենց վրա կենտրոնացած էին, Քրիստոսի թշնամիներն էին։ Չափազանց վտանգավոր է, սիրելիներ, գարտալ Աստծո խոսքը, ամբողջ գիտությունը ունենամ Աստվածաշնչի, սերդել, ուսուցիչը լալ, վարդապետը լալ, դասախոսը լալ և Աստծո խոսքի ոչ գիտություն ունենալ մեր մեջ, քիրը և բարը ամբողջությամբ հասկնալ, ընկալել, մեկնել, բացատրել, այս բոլորն հանդեպ չափազանց վտանգավոր է, եթե այդ բոլոր ունենանք, առանց այդ բոլորի հանդեպ հավատք ունենալու։ Առանց այդ խոսքերի դիմաց մեր սիրտը դրամատրելի և բացը լալու, որպես այդ խոսքը իմ սրտիս վրա իշխե, փոխե, առաջնորդ է, սրբագործ է։ Առանց թույլ տալու, որ այդ խոսքը ինձ իր գաղաբարի մեջ բերե։
Եվ որքան հաճախ կանթիբինք նույնիսկ Քրիստոսի եկեղեցիներում, դաջարներում, քրիստոնյա աշխարհում մարդկանց, որոնք լիքն են, փարը եւ քիրը իրենց ամբողջ էությունն է, բայց փարն ու քիրը չի ցևավորել զիրենք Քրիստոսի պատկերին գերբարանափոխելու։ Գիտեք ինչ Աստծո խոսքը ինչ կսե։ Երկրորդ Կորինթացիս 3:6-ի մեջ հատկանշական համար մգա որ գսե վասնզի քիրը գսպաննե հոգին է գենթանի հնողը։ Սողոս անունով մարդ մգար Փարիսեցի Բենյամինի ցեղեն հրյա ամբողջ քիրը օրենքը անկիրքին էր իր ուղեղի մեջ բայց ինչ էր քրիստոնյաները հալածող Քրիստոսի թշնամին եթե Քրիստոս նրան չհանդիպեր Դամասկոսի ջամփուն վրա պիտի շարունակեր քրիստոնյաները հալածել Քրիստոս կանգնացրեց իրեն քիրը նույն քիրը որ մենք գարտում ենք գարասպաննիկ է եւ ինձ եթե հոգով եւ սիրով շաղախված չլինի Այս էր պատճառը, որ այդ նույն մարդիկը, որոնք ովսաննա, օրտնյալ են որ դերոչանով ուքա, ցիթենիներ, եղևնիներ, իրենց զգեստները փրեցին, մի քանի օր հետո, նույն ժողովուրդը, նույն մարդիկը, որոնք գիտեին, հասկանում էին, քիրը լցրել էր իրենց կյանքերին, խաչահան է նրան։ Չենք ուզում։ Քրիստոսը խաչեցին։ Անդեսելով Դանիելի մարգարեության 77-նյակի խոստումը եւ գիրը եւ հոգին անդեսելով այդ բոլորը ճուզեցին ջանչնալ իրենց այցելության օրը որ Դանիելը մարգարե անդեսելով իրենք զիրենք թադաբարդեցին ավերակների անդեսելով մարգարեությունը իրենք անդեսվեցին իրենց վրա Աստծո փառքությունը բերին չափազանց կարևոր է սիրելներ Սուրբ Քրոց մարգարեական խոսքը հասկանալ, ընդունել, ըմբռնել, հլազանտել, որով մենք ոչ միայն բացմություն է որ գսերդենք այստեղը, անցյալին կատարված թեփն է, երբեք մենք հիմա գիտեք ուր կանգնած ենք սիրելներ։ Եվ Աստծո խոսքի պատկամն է որ նույն սխալը չնենք ինչ որ անուն գրին։ Մենք այսօր կանգնած ենք 69-րդ եւ 70-րդ յոթնագի ճիշտ ընդմիջման մեջ gap 77-նյակ կար 1 յոթնյակ 62 7 յոթնյակ 62 յոթնյակ 69 յոթնյակ կնեն եւ գա գսե յոթնյակը եւ յոթնյակի մեջտեղ 7 տարիներ են մեջտեղում գսե բիդի անտիքրիստոսը ուխտը փեգան է մենք ճիշտ հիմա արանքում ենք 69 յոթնյակները փար օրով դեղի ունեցած է պատմությունը սերդեք աստվածաշունչը սերդեք դեպքերը սերդեք լրիվ իրականացվեց հիմա դաթար մգա ընդմիջում մգա մենք հիմա հոն ենք եկեղեցու շնորհքի շրջանն է եւ մնում է 1 յոթնյակ եւս որը կհավատանք Քրիստոսի եկեղեցու երկրից անհայտացումից հափշտակությունից այդ Քրիստոսի հետ միացումից այդ յոթնյակը պետք է իրականա կհավատանք Մենք ոչ թե պատմություն կսերդենք, ոչ թե լոկ մարգարեություն կսերդենք, այլ մենք կսերդենք մեր հոգևոր կյանքի այսպես ջագադակիրը։ Եթե անդեսենք, եթե մերժենք, եթե անարգենք այս բոլորը, ճիշտ նրանց նման մեր վիճակն ալ կլինի։
Երանի քիտնայր այցելությանը դորը։ Աստծո ծրագիրը դեռ չի ավարտվել։ Ինչու համար մարգարեական խոսքը չափազանց կարևոր է, որտեղ այն զորացնում է մեր հավատքը, որովհետև գիտես, երբ որ գահավատաս բանիմը, որը դեղի ունեցել է, շոշափել, պատմությունը շոշափելի է, դեղի ունեցել է, շոշափելի է, եւ մենք որպես մարդիկ, երբ բանը կշոշափենք, կփռնենք, կհավատանք, այո, ասի ակնոց է, դեսան է աբագին, կամ ինչ որ է։ Ուրեմն, երբ որ մարգարեությունը, որ դեղի ունեցել է, պատմագարորեն, փաստորեն, աշխարհակրականորեն, ամեն առումներով դա մեր հավատքը կհաստատե, կզորացնե։ Երկրորդ հերթին մեր մեջ զգոնություն կարտնցնե, այժմիականություն կարտնցնե, որ եթե դեպքերը դեղի են ունեցել, ուրեմն եթե 69 յոթնյակները դեղի են ունեցել, ուրեմն այս մեկ 7-ն դեղի պիտի չունենա։ Ուրեմն մեր մեջ զգոնություն, արթնություն կբերե եւ նաեւ այս բոլորը մեզ գարաչնորթեն սրբության կյանքի։ Երեք կիրագիներ անցյալի մենք միասին սերդեցինք Աստծո խոսքից սրբության կյանքի կարևորությունը, այժմիականությունը, իմաստը, փրկության եւ սրբության առնչությունը։ Հայ փրկությունը ծրի է, բայց սրբությունը թանկ է։ Մենք ին ունի, այս բոլորը երբ որ գճանչեմ, իմ կյանքիս վրա կսկսի ազդել։ Եվ ավարտեմ այս մտքով։ Don't miss your invitation. Մի գործրու քո այցելության օրը։ Աստված այցելում է մեզ։ Տարբեր ցևերով։ Մի անդեսի, մի անհարկի։ Թույլ մի դուր, որ քիրը սպաննի քեզ։ Որ հնարավոր է լինել գրոնավոր, հնարավոր է լինել հավատացյալ, հնարավոր է լինել վերստին ծնված, հնարավոր է լինել ապաշխարած, հնարավոր է լինել եկեղեցվո անդամ, հնարավոր է լինել այն ինչպիսին որ ենք եւ միևնույն ժամանակ լինել գրոնավոր ուրիշները ադող, մերժող, անարգող եւ գիրը հոգու հնարավոր է։ Մենք տեսնում ենք բազում մարդկանց մեջ, ցավոք սրտի։ Մենք կարող է վարդապետորեն հարիր չթվա, բայց առօրյա կյանքում մենք տեսնում ենք ինչ կան հավատացյալներ, հովիվներ, քարոզիչներ, բադվերիներ, վերաբադվերիներ, քերաբադվերիներ, քերեպիսկոպոսներ, թիրթունցանգը։ Քրով են առաջնորդվել, բայց հոգին չկա։ Դեր ողորմիր ինձի ողորմիր հայր։ Կարող է լինել գրոնավոր եւ անդեսել Աստուծո այցելությունը քո կյանքում։ Հնարավոր է լինել սուրբ բաների կողքին, հնարավոր է լինել Հիսուսի կողքին, հնարավոր է լինել իր կողքով քայլել, հրճագել, փաշտել, փարապանել, դալ, հագուստը տալ, ամեն ինչը դալ եւ մի քանի օր հետո նրան է խաչանը չեմ ուզում նրան։ Ինչու որտեվ ուրիշ բան է ակնկալում Հիսուսից։ Հիսուս չեկավ մեզ դալու այն, ինչ մենք ենք ուզում, այլ նա եկավ, որպեսզի դա այն, ինչ մեզի անհրաժեշտ է։ Jesus didn't come to the world to give us what we want. He came to the world. He visits us to give us what we need. What we need peace. Peace with God. Խաղաղություն է պետք մեզ Աստծո հետ։ Եվ Աստծո խոսքը գսե այսօր ծեր սրդերը մի խստացնեք այցելության օրվան պես, որոնք իրենց սրդերը խստացուցին,
որով կյանքում մեծակույն ողբերգությունը ոչ թե ցավ, վիշտ, գորուստ, նյութական դրանք չեն։ Մեծակույն գորուստը ողբերգությունը կյանքում չհասկանալ, որ սա Աստծուց էր։ Աստված էր ուղարկել քեզ։ Դու Քրիստոսի գոմե այցելությունն էիր։ Աստված քեզ ուղարկել էր իմ կողքս։ Եթե դու ես չհասկանամ, կարող է լինել եւ վերածվել ողբերգալի ավարտի։ Այս է զարգազարդի պատգամը սիրելիներ։ Աստված այցելում է մեզ։ Մեր անելիքը ընդունել այցելության օրը։ Սիրս բանամ, եթե հավատացյալ եմ, դեր սիրս կփանամ ամբողջությամբ ներխուժիր կյանքիս մեջ։ Եթե դեր հավատացյալ չեմ, գործված մեղավոր եմ, ասեմ դեր, այսօր ուզում եմ քեզ իմ սրտում ընդունել։ Արի, փոխի կյանքս, խաղաղությունդ կուզեմ։ Հոգնել եմ աշխարհից։ Քո խաղաղությունը թող իմ սրտումս ողողե։ Բարի զարգազարդը միայն այդ ժամանակ կլինի բարի, երբ որ Աստծո խաղաղությունը ընդունես։ Դեր օրհնեմ ես սիրելիներ, մաղթում եմ ձեզ բարի զարգազարդ։